Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան օրը սկսել է սաղմոսով հիշել Միքայել Աջապահյանին, մեջբերելով կուսակրոնության մասին նրա խոսքն ու հավելել, որ ակնհայտ է դառնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը եւ պետք է ազատեն ժողովրդի հոգու տունը։ Չուլանացված եկեղեցու թեման Փաշինյանը շարունակել է խորհրդարանում։ Ենթակառուցվածքները պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Փաշինյանի խոսքով մարդիկ Հայաստանում այժմ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Վարչապետն այնուհետև ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի պետբյուջեն։ Տարբեր ժամանակներին բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ։ Չգիտեմ, ճգնաժամի բյուջե, ետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանից հեռանալիս հեռվից ձեռքով ողջունել է լրագրողներին, սակայն հրաժարվել է պատասխանել հարցերին։ Նա արագ նստել է մեքենան ու հեռացել։ Պարոն Փաշինյան, մի քանի հարցի կպատասխանեք եկեղեցու դեմ արշավից հետո։ Պարոն Փաշինյան, ձեր կինը մանկապղծության մեջ է մեղադրում հոգևորականներին, այդտեղ է ուր եք դատում։ Եկեղեցու թեմային լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՏԿ նախարարը, նա ասել է, որ վարչապետն ու իր քաղաքական թիմը եկեղեցին չեն մերժում։ Թեմային նաև ընդդիմությունից են անդրադարձել։ Ինչպես եք վերաբերում նրան, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը սկսել են քննել, զննել, ուսումնասիրել հոգևորականների անձնական կյանքը եւ անկողինը։ Վարչապետը արդեն մեկնաբանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Ընդունելի է համապատասխանությունները, այսինքն կարելի է մտնել մարդու անձնական կյանք այդ աստիճանի։ Կուսակրոնության հարցը հոգևոր հարց է եւ դա անձնականի հետ ասեմ մի կապեք։ Ինչ տեղեկություններ է ստացել իշխանությունը հոգևորականների վերաբերյալ, այդ թվում եւ սեռական բնույթի։ Ես այդպիսի բաներին չեմ գիտակցել։ Չի կարող Փաշիզադեի եւ Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայրաթորի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել։ Իրականության մեջ բազմաթիվ անգամներ, այդ թվում եւ առաջին հերթին են պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել են, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման, դենացիոնալիզացիայի ծրագիր եւ Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, ռևանշիզմը, որը Ադրբեջանն է համարում ռևանշիզմ, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի հայկական իրավունքների համար։ Սահմանին կրակոցները թիրախային եւ նպատակային չեն, գլխավոր շտաբի պետն է վստահեցնում։ Ավելի վաղ Խոզնավարում կրակոցից բնակելի տներ են վնասվել։ Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն։ Այո, կրակոցներ հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Սյունիքում շաբաթներ առաջ տեղի ունեցած մի ուշագրավ տեղեկություն է հաղորդել մամուլը։ Առավոտի տեղեկություններով Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տեղ գյուղի սահմանին Նիսանի վարորդը ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։ Ոստիկանները ձերբակալել են, բաժին են տարել 3 հոգու։ Նրանցից մեկը Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդ է, հայտարարել է, որ սահմանին բարկությունից դրդված իր օդաճնշիչ ատրճանակը հանել է ու վախեցնելու նպատակով պահել է ադրբեջանցի զինվորների ուղղությամբ, իսկ քննչական կոմիտեից հայտնել են, որ հիշատակված դեպքի վերաբերյալ Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձ չկա։
Ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ում։ Տեղեկությունը հայտնում են Սիրիայի նոր վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները։ Մոնղոլիայի վարչապետը որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո հրաժարական է տվել։ Պատճառը վարչապետի 22-ամյա որդու հարսնացուին նվիրված թանկարժեք նվերների մասին սոցցանցային հրապարակումներն են։ Մարդիկ պահանջում են, որ վարչապետը նշի, թե որտեղից է որդուն այդքան գումարը սիրելիին ադամանդե մատանի, մեքենա եւ դիզայներական պայուսակ նվիրելու համար։ Մոսկվայում Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շեպիխինին։ Վերջինս օգնության է կանչել անցորդներին եւ խնդրել զանգահարել ոստիկանություն։ Շեպիխինը սոցցանցում բազմիցս վիրավորել է չեչեններին Ալլահին ու Ղուրանը։ Չեչեն բլոգերները պահանջում են գտնել տղամարդուն։ Ավելի ուշ Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը հայտնել է, որ Շեպիխինին իրավապահները բերման են ենթարկել։ Նրա նկատմամբ հունիսի 3-ից հետաքննություն է սկսվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու, ատելություն քարոզելու եւ թշնամանք հրահրելու հոդվածներով։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Помогите, пожалуйста, вызовите полицию, это не полиция. Это РЖД. Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, թվում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺԿՊ ֆրակցիան պետք է քննարկեր Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի Հայաստանը ճանաչում է Հայաստանից Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրատվության սահմաններում։ Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։ Հայ բարձրագույն մարմինն ազգային եկեղեցական ժողովն է, որը եւ ընտրում է կաթողիկոս։ Անցկացվում է 3 փուլով։ Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուները։ Երկրորդ փուլից հետո 3-ից 2-ը, երրորդ քվեարկությամբ որոշվում է, թե ով կլինի կաթողիկոսը։ Չնայած ԿՊԱ-կանները վերևից հրահանգ են ստացել կատաղի մարտեր մղել հոգևոր դասի դեմ, մասնավորապես կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի խաղաղության պայմանագրի Ալիևյան տարբերակը կից լրացումներով, որոնց շարքում նաև 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցումն է այլ վտանգավոր պահանջներ։ Ժողովուրդը գրում է, այն ինչ չհաջողվեց 2018-ին Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա։ Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ վեհափառը։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել եկեղեցուն ու վեհափառին վարկաբեկելու Գարեգին Բեին եկեղեցուց հեռացնելու հարցում։ Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ։ Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար։ Իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել վեհափառի եւ նրա շրջապատի մասին, որոնք պետք է օգտագործվեն նրանց դեմ։ Դրանք անձնական բնույթի տվյալներ են, որոնք իշխանությունը վաղուց ունի իր ձեռքի տակ, բայց պատրաստվում է հիմա օգտագործել։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, որոնք նրա դիրքորոշում արտահայտողներն են, այս օրերին շարունակելու են քննադատել եկեղեցուն, եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություններ անել, որպեսզի այդ կերպ ավելի ներազդեն հոգեվորական թևի վրա։ Ու դա էր պատճառը, որ 3 առավոտ կանող Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում հայտարարեց. Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Հրապարակը գրում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին, պատերազմի 5-րդ տարելիցի օրը դեռևս չի հասել իրավապահ կառույցներին։ Թեպետ Քոչարյանը հրապարակավ խոստացել էր, որ զեկույցը մինչև հրապարակելն ուղարկելու է գլխավոր դատախազություն, ԱԱԾՊՆ եւ այլ կառույցներ նախ ծանոթանալու ԱՊՊԱ եւ պետական գաղտնի տեղեկատվության մասին խորհրդատվության համար, որպեսզի որոշեն, որ մասն է հրապարակվելու, որը գաղտնի թողնելու։ Գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանն անգամ հանձնաժողովի անդամներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին, ասում են կասկածներ ունի, որ ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն եւ որոշ հանցագործներ իրենց գլխի ճարը կտեսնեն։ Զեկույցը իրականում գաղտնի են պահում նախընտրական շրջանում դրոշակ դարձնելու նպատակով։ Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի վրա իսլամական հագուստի ցուցադրությունից հետո սկանդալ է ծագել։ Հոլանդական ապրանքանիշն ի պաշտպանություն հիջաբի աշտարակի վրա տեսահոլովակ է նկարահանել, ինչը ֆրանսիացիներին զայրացրել է։
Ադրբեջանում ձկների զանգվածային անկում է, Աբշերոնի շրջանի Մուհամմադի գյուղի լճերից մեկում գրանցվել է ձկների զանգվածային անկում։ Պատճառը պարզ չէ, մասնագետները զննել են տարածքը և նմուշներ վերցրել ջրից ու ձկներից։ Նմուշներն ուղարկվել են լաբորատորիա, վերլուծության ավարտից հետո արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Թայլանդում Փիղն ազգային պարկից փախել ու մտել է մթերային խանութ, կենդանին առևտրի կենտրոնում թխվածքաբլիթ է կերել և հեռացել, խանութը $30 վնաս է կրել։ Կենդանիները էքստրեմալ իրավիճակներում են հայտնվում ոչ միայն Թայլանդում։ Ռուսաստանում ուղտը զբոսանքի է դուրս եկել և հայտնվել Նիժնի Նովգորոդի մարզի մայրուղիներից մեկում։ Անօդաչուների կիրառմամբ լուսային շոուն Չինաստանում իսկական ֆուրոր է առաջացրել։ Աներևակայլի կադրերը կարող եք նաև դուք գնահատել։ Ճապոնացիները արհեստական արյուն են ստեղծել, որը կարող է փոխներարկվել ցանկացած մարդու անկախ արյան կարգից։ Բնականի համեմատ արհեստական արյան օգտագործման տևողությունը մոտ 1 ամիս է։ Սիցիլիայում արթնացել է էթնահրաբուխը, կադրեր են տարածվել, թե ինչպես են զբոսաշրջիկները խուճապահար փախչում վտանգավոր տեղանքից։ Եղանակ հանրապետության տարածքում ամսի 6-ից 7-ը, կեսօրից հետո հորդառատ անձրև կտեղա, հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-ից 8-ը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 նիշ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։